ժամանակ գտար վառվելու։ Ինչի այդ Գրիշոն գլուխը չի կորցնում իմ պատճառով, գա ինձ տանի թագուհու պես պահի, ուրիշներից ինչով եմ պակաս։ Այա, լույսերը տվեցին։ Աղջիկ ջան, հո դու խելագար չես, ինչ ես գոռում։ Բա ոնց են ստացվեց, ով էս հրաշքը գործեց։ Ամենայն դեպս ոչ դու։ Հաստատ տարավ մուծեց։ Այ Լեո։ Ալո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Լեո Սարգսյանին կփոխանցեք։ Տանը չի։ Զանգեք բջջային հեռախոսի։ Կապի դուրս չի գալիս, արդեն զանգել ենք։ Դե ինչ ասեմ։ Մի անգամ էլ փորձեք։ Կասեք ում հետ եմ խոսում։ Լեոյի եղբայրն է։ Լեոն անպայման պիտի սպասվելիք մարտերին մասնակցի, քանի որ մեր լավագույն մարզիկներից է։ Այո, միանշանակ պետք է մասնակցի։ Իսկ ով էր հակառակն ասել։ Քանի որ մարզասրահ չէր հաճախում։ Դե չէր հաճախում, որովհետև իրան արգելել էին, որ ինքը հաճախի։ Բայց ասեմ ձեզ իմանաք, որ ինքը մարտերին մասնակցելու է, բայց մարզասրահ չի գալու։ Բայց Ես իմն ասեցի։ Հաջողություն։ Էդ ով էր։ Ինձնից բացի մեկն էլ կա, որ մեր տան հեռախոսին է զանգում։ Ինչ ես քեզ sense տանջում։ Հիշեցնեմ, թե ով այառնան իմ համար։ Չէ, ավելի լավ է առնային հիշեցնես, թե դու ով ես եղել նրա համար։ Քուրս ինձ սիրում։ Այսօր ավան այդ ամեն ինչի մասին էր խոսում, քրոջս շուրթերով պատկերացնում ես։ Գիտես Արնային ոնց եմ սիրում, ու գիտես ոնց եմ միշտ ընդունել։ Բայց մի ճշմարտություն կա, որ չեմ կարող չասել։ Եթե անգամ Ավոն քրոջը տրամադրում է մեր դեմ, եթե քույրդ քեզ աստվածացնում, ինչպես ինքն է ասում, չպիտի ընկնի Ավոյի ասածների ազդեցության տակ։ Այս ամեն ինչի մեջ միակ մեղավորը, միակ Ավոնը։ Ինչ-որ բան եմ բաց թողել։ Չէ, հայրդ հորաքրոջիդ համար է անհանգստանում։ Ինչի։ Դե իր վերահսկողությունից դուրս է եկել։ Այսինքն մի կարևոր ետքան։ Ժամանակ գտի անպայման զանգի հորաքրոջդ։ Իմացի ոնց է։ Այդ թեյի հոտի վրա տունեկար, չէ, ավազակ։ Դե հա, պապի, քո դրած թեյերը ինձ մանկություն են տանում։ Դե լվացվի արի տեղավորվի։ Սպասի Լեո։ Խոսալու բան կա։ Ինչի եմ հայացքիցդ արդեն լարվում։ Պարզեցի ով է քեզ փող նվիրել։ Հա, Ու այդ փողով որոշեցի, որ տան լույսը մուծես։ հա, ես եմ մուծել, բայց ոչ այդ փողով։ Չխափես։ Մի խապիր տղա ջան, որ մեր խիղճն էլ հանգիստ լինի։ Կարաք իմ կյանքը չուտեք։ Լեո, ես չեմ ուզում, որ քեզ փողով ինչ-որ մեկը առնի։
հետո սկսի օգտագործել։ Լուրջ մտածում ես, որ ինձ ինչ-որ մեկը կարա փողով առնի կամ թրաֆիքինգի ենթարկի։ Լեո, այս բոքսը տենց բան է։ Պետքա շատ ուշադիր լինես, որ հանկարծ ինչ-որ մեկը քեզ փողով չառնի ու հետո սարքի իր խաղալիքը։ Պապի կարաս թորանը տիչացնես արդեն ուսերից վրա է ելել։ Ախպերը տանանքստանում է քեզ համար, տղա ջան։ Պապի այդ փողը ես իմ սեփական քրտինքով եմ աշխատել։ Նենց ոնց որ դավոն է տարիներ շարունակ աշխատում։ Նենց որ դուք անհանգստանալու կարիք չունեք։ Ոյ Լեո ջան ապրես, որ դու այդ փողը չմուծեիր, ես այդպես կեղտոտել կմնայի։ Վերջապես լողացա մարմինս հանգստացավ։ Մարմինդ մաքրվեց, բայց լեզուդ տենց էլ կեղտոտ մնաց։ Դասի գնալու համար արդեն ուշ է։ Նստի թե այդ խմիր, սառեց արդեն։ Հա, Լեո, ֆեդերացիայից էին զանգել։ Ես իրանց ինչ-որ պետք է ասացի։ Լավ ես արել։ Ինձ զանգում էին, չէի պատասխանում։ Սպասի օգնեմ քեզ։ Հա, բաբ ջան։ Մանան գնա դեղերը բեր դավոյի ձեռքերը մշակենք։ Ես ինչ համով է։ Հաստորեն դու էլ ես մտածում, որ ես Էռնային վերահսկում եմ։ Ինչի միայն Էռնային, Ավոյին էլ հետը։ Ինձ թվում այս լավագույն տարբերակն է։ Ավոյին հասցնել են վիճակին, որ ինքնուրույն հրաժարվի քրոջիցս։ Դու դրա շարունակությունը պատկերացնում ես։ Հա։ Քույրս կգա ու մեր հետ սիրուն կապրի։ Չէ, դու սխալ ես մտածում։ Քույրդ առանց կռիվա գերի ընկել Ավոյին։ Լավ գնամ Լեային խնդրեմ թող քրոջը զանգի, թե ջաճկի գրողն ենք դարձել։ Հա։ Ասա։ Կներեք ուժ ժամին անհանգստացնելու համար։ Բուն թեմային անցի։ Ֆեդերացիայից զանգել են Լուեինց տուն։ Մեզ մոտ մարզվելուց հրաժարվել է։ Քենը քշում, հա։ Ուժեղ տղա է խաղում։ Բայց մարտերին կմասնակցի։ Այդ լավ է։ Մեծ հաշվով մեզ էլ պետք է։ Ինչ ես անում։ Այդ նույն հարցը ես պիտի տամ քեզ։ Ինչ ես անում, սա ինչ է։ Նորավո ենք ստացել։ Չհասկացա։ Դու շատ լավ գիտես, որ ես ու հայրդ դեմ ենք ձեր շփմանը։ Մի հատ էլ գումարով ես դրան ապահովում, հա, հորաքույրդ ես դարձել։ Մամ, սա ինչ որ դու մտածում ես։ Եվ հետո Լեոն երբեք ավո չի դառնա։ Իրենց անգամ համեմատել չի կարելի։ Լեոն շատ բարձր պատիվ ու ինքնասիրություն ունեցող անձ է։ Դու քեզ միայն կողքից տեսնես։ Տեսնես թե ոնց ես այդ տղային արդարացնում։ Ման, որովհետև սիրուն չի վարկաբեկել մարդու, ով ունի շատ բարձր արժեքներ։ Դե մի հատ կբացատրես այդ բարձր արժեքներ ունեցող մարդու անունը ինչ գործ ունի այս ծրարի վրա։ Մեր ընկերության կողմից Լեոին նվեր բոքս էին ուղարկել, բայց ինքը գումարի տեսքով նվերից հրաժարվեց։ Ու դա հայտնվեց քեզ մոտ։ Դե տվել է որ վերադարձնեմ։ Ինքն ինքնուրույն չէր կարողանում։ Մամ կարողանում էր, բայց քանի որ ես եմ Լեոին այդ ընկերության հետ կապող օղակը, տվել է որ ես վերադարձնեմ։ Լեա գլխից խաղեր չխաղաս։ Նոր խնդիրներ մեզ համար չստեղծես, լսում ես։ Ասացիր, Ինչը։ որ Լեան զանգի հորքույրին։ Հա, ասել եմ։ Ժողովուրդ հարգեք էլի, թե չէ այդ ավոն դարել է մեր տան հիթը, բայց ինքը այդքան չկա։
Ճիշտ է, այդքան չկա, բայց կարողանում եմ ներվերից վրա ազդի։ Ուզում եմ այդ Լեոյի հետ կպնեմ մի հատ։ Ես դեմ չեմ, որ Ավոն շարունակի մնալ մեր տան հիթը։ Մամա ճիշտ է ասում։ Թե չէ ես որ ասեցի կարող է շատ ավելի կոպիտ լինի ու ցավոտ։ Քուրս եկել ես լավ ես արել։ Աղբորը տունն է։ Լավ սրան ինչի ես գցել հետևդ բերել։ Որ հարգես ամուսնուս։ Ավելի ճիշտ, որ բոլորդ հարգեք Ավոյին։ Հակառակ դեպքում կմոռանաք իմ գոյության մասին։ Դու ինձ շատ վատ դրության մեջ ես դրել։ Ես քեզանից օգնություն չեմ խնդրել։ Կներես։ Ես ինձ չվերաբերող հարցերի մեջ եմ խառնվել։ Շատ շնորհակալ եմ, որ անհանգստանում ես իմ համար։ Ալո, Ոնց ես։ իսկ դու ոնց ես։ Անհանգիստ։ Ինչի։ Դե ձենդ դուրս չի գալիս, լացել ես։ Չէ, ինչի պետք է լացեմ։ Ուզում եմ գամ քեզ տեսնեմ։ Երբ։ Հենց հիմա։ Հասնեմ կզանգեմ, դուրս կգաս։ Լեո չէ չանես տենց բան։ Նա հասկացա, չես ուզում ինձ տենաս։ Շատ եմ ուզում։ Բայց եթե մեր ոնք հանկարծ տեսնեն, ներքուսիս համար էլ շատ վատ կլինի։ Ցավը տա, մեզ ապրիչներ ամեն ինչ կամեն։ Միլադի դրուժերը սոտերի։ Ավոներ։ Ինչի մար մտքեր են գնում գալիս, նորից քունս խանգարեց, ասենք արդեն 20 տարի է, քունս խանգարել անա։ Լավ այսօր լույսի հարցը լուծեցինք, բայց վաղն էլ խնամքիս պարագաները կվերջանան, մյուս օրն էլ կտոր առնելու գումար չեմ ունենա, սենց ոնց կլինի։ Չի լինի։ Ես չեմ թողնի անիմաստ ավարտվի իմ պայքարը Գրիշոյի կամ ավելի շուտ հարուստ ամուսին ունենալու համար։
Որոշել ես ինձ հանգիստ չտաս այսօր։ Դե եթե սրտովդ չի, Չէ, Լեո, շատ սրտովս է։ բա որ տենց է ինչի չկաս։ Այսինքն չկամ։ Լսի դրսում շատ ցուրտ չի, շարֆ ու գլխարկել պետք չի։ Ոնց դու Հա, որ դուրս գաս ինձ կտենաս։ վերջը քո ասածը արեցիր։ Ես միշտ ասում եմ ու անում եմ։ Էռնա, դու արդեն չափն անցնում ես։ Հունանի բարությունից ու քո հանդեպ ունեցած առանձնահատուկ վերաբերմունքից մի օգտվիր։ Իմ կինը նորմալ պահանջ ներկայացրեց։ Ինչը դուրներդ չեկավ, ինչից վիրավորվեցիք։ Ես ինչքան ձեն չհանեցի, դուք այնքան վիրավորեցիք ամուսնուս։ Ուզում եմ հարգեք ավոյին։ Այդ ինչով ես տենց վախացրել հորքուրին։ Ձավո։ Չի վախացրել տղա ջան։ Ուղեղն է լվացել։ Քուրս։ Քեզ շատ հավում ու սիրում եմ։ Գլխիս վրա տեղ ունես։ Բայց մենակ այդ հարգանքն ու սերը ինձ չի կարա ստիպի, որ ես սրան ուրիշ ձև ընդունեմ։ Լրիվ գժվել եմ ես։ Ես էլ որ քեզ չգայի չտեսնեի, հաստատ կգժվեի։ Առաջին անգամ է, որ ինչ-որ մեկին տեսնելու ցանկությունից վարվում եմ։ Լեո, Ջան, պատահական հանդիպումներ չեն լինում, չէ՞։ Ոմանք ինչի ենք հանդիպել։ Երևի որ երկուսս էլ մենակ չմնանք։ Համել մտքիցս դուրս չես գալիս, բայց նես չէ՞ ուզում եմ հանեմ։ Ուղղակի անընդհատ քո մասին եմ մտածում, ավելի շատ քան մեր հանդիպման պատճառի։ Ես շատ եմ վախենում։ Ինչի՞ց։ Ես որ քո հետ ստեղ եմ, դու վախենալու պատճառներ չունես։ Չեմ հասկանում ինչի է քո ներկայությունն ինձ այսքան հաճելի։ Իսկ ինձ թվում է, որ երկուսս էլ շատ լավ հասկանում ենք ինչն է պատճառը։ Ասածս ինչա, ցավները տանը։ Մենք մի օրվա չենք, ամեն հարցին էլ լուծում կա։ Կարանք հարազատերենք, նստենք, հասկանանք, գցենք տեղը անցնի գնա։ Ինձ վերնային մենակ թողեք։ Հունան ջան, ցավը տանը։ Ինձ ու քրոջս մենակ թողեք։
Կյանքում քո վատը չեմ ցանկացել։ Գիտեմ։ Ես միշտ ուզել եմ, որ դու երջանիկ լինես։ Ես Ավոյի հետ երջանիկ եմ։ Սուտ է։ Սուտ չի ունան։ Ինձ ինքն է բուժել։ Ավոն է ինձ փրկել։ Երբ ես Ավոյին տեսնում եմ, մոռանում եմ իմ բոլոր խնդիրների մասին։ Թքած, որ ներկան դժվար է։ Բայց Ավոն ինձ իմ անցյալից է հանել։ Ու նոր կյանք է պարգևել։ Չեմ ուզում այդ օրերը վերադառնալ, չեմ ուզում ինձ մահացած դեմքով տեսնել հայելու մեջ։ Ավոն ինձ ապրելու շանս է տվել։ Բա ես Արնա։ Դու էլ, բայց ես քո աղբերն եմ։ Ու քեզ շատ սիրում եմ։ Ես պարտավոր եմ քո համար անել ամեն ինչ։ Ու անում եմ։ Բա լավ, Ավոյի ուսերին երբ պիտի դնես այդ պարտավորությունը։ Իմը ես տանում եմ։ մի տարհունան, թող ես ու Ավոն հասկանանք ինչ է այս կյանքը ու ինքներս դուրս գանք այս իրավիճակից։ Ես ձեզ օգնելուց բացի ուրիշ։ Խանգարում ես։ Հունան, խնդրում եմ ինձ ճիշտ հասկացի։ Աղաչում եմ մի նեղացի ինձանից։ Գիտես, որ քեզ շատ եմ սիրում։ Կյանքում քո վատը չեմ ցանկացել։ Դու էլ այդ գիտես։ Գիտեմ։ Իմ ցանկությունն է, որ դու երջանիկ լինես։ Գիտես։ Գիտեմ, Հունան։ Ես երջանիկ եմ Ավոյի հետ, սուտ չի։ Թող մենք ինքներս հասկանանք ինչի մասին այս կյանքը։ Ես եմ քեզ բուժել։ Այդ հիշի։ Ու խոսքը ոչ թե փողի, վիրահատությունների, դեղերի, դրանց մասին չի։ Այլ նրան, որ ես քեզ սիրում եմ։ Ու դա է բուժում։ Մի խանգարի։
Էս ինչ կինո ենք բռնել։ Հետաքրքիր է։ Աստորեն հետաքրքիր է։ Պարզվում է, այս ուժեղ տղեն մեր փեսեն է։ Բա որ մեր փեսեն է, Լեա ջան։ Ինչի ես կանգնացրել դրսում։ Տեղից մութա, ցուրտա, մառախուղա, ջահել եք, հələ շատ բան չեք հասկանում։ Կանչի թող ներս գնա։ Տեսար ինչ հետաքրքիր ստացվեց։ Քո ոտով եկար ընկար դեմս։ Թե մտածում էիր փախնելով է։ Այ փեսա ջան, ցավը տանը։ Լել, ներս անցի կմրսես։ Մի րոպե, հələ մի րոպե։ Դու ճանաչում ես մեր փեսուն։ Լել մի արա տենց բաներ, ապան կչղայլանա։ Փեսա ջան, քեզ լավ պահի։ Բարի գիշեր ձեզ։ Սրա պատճառով կարող է խնդիրներ ունենաս։ Ընտրեց ավոյին, հունան ինքը առողջ է։ Թող ընկնի, որ հասկանա։ Մի օր պիտի մեծանա վերջապես։ Բայց արդեն ուշ է, ես պիտի գնամ։ Բարի գիշեր։
Ի՞նչ ես անում։ Շինարարությունն ես սկսում։ Քեզ ինչ։ Վայ, նորմալ բայ քեզ Լեո։ Դասից ոնց որ ուշանում ես գնացիր։ Դու ավելի լավ է հեռախոսից մասին մտածի։ Աշխարհից կտրվել եմ, ձեր նման քարանձավի բնակիչ եմ դառել։ Արդեն ներվերս ուտում ես, ասեցի գնա դասերից, էդ էլ էր քեզ քիչ։ Մանան ես դու լե էդ ես գալու։ Լեո, ի՞նչ ես ձենդ գլուխդ գցել։ Ես Լեոն չլինեմ, թե Մանանի գլուխը այսօր չջարդեմ։ Ինչ է արել։ Խփեց թռավ, ինչ է արել։ Արա հո դուք մանկամիտ չեք։ Ես դու ես բերը։ Հա։ Ինչ վատ տանձիկ է, որ պիտի պարապեմ, չէ։ Վատ չի։ Ուղղակի մարդկան երեկվա դրությամբ ասում էր, որ սպորտը թողել է։ Մետ ինչ փոխվեց մի գիշերվա մեջ։ Ամեն ինչ փոխվեց։ Օրինակ, անցի տուն էլի մրսելու ես ես։ դու էլ ավելավ այն տղուն զանգես։ Քո համար ուզում էր բոյը թողել գնալ Ռուսաստան։ Զանգի ասա, որ կպնելու ես։ Մամ։ Բա ինչի չէիր ասում, որ գալու ես։ Վախր գիշերը հետդ խոսացի։ Ինչի լավ չի։ Կարող է ուզում էիր մենակ մնայիր։ Ինչ մենակ մնալ։ Ես էի արդեն ուզում գայի։ Ոչինչ բալես, միասին կվերադառնանք։ Մամ, իմ մոտ խիա տպավորություն, որ դու վախենում ես ես տեղ մենակ մնալ։ Բացարձակ։ Հա Լեո ջան։ Բարի օր։ Լավ նորությամբ եմ զանգել քեզ։ Ասեցի զանգեմ իմանաս, որ հետ չգնաս Մոսկվա։ Դե հա, դու էլ ինձ ես հասկանում։ Ալո։ Ինչ կա, ոնց ես։ Նորմալ աշխատանքի մեջ, դու ասա։ Այսօրվանից էլի պարապմունքներս վերականգնեցի։ Մի քանի օր բաց էի թողել։ Սենց որ գնա ֆիզիկականից շատ կթուլանա։